Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հուլիսի 18-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հուլիսի 18-ին։ Անցյալի մեջ եք մխրճվելու, անցյալից միգուցե ինչ-որ մարդիկ կան, միգուցե երկերեսանի մարդիկ կան, ինչ-որ բաներ ձեզ առաջարկեն, ուշադիր եղեք, ընդունելուց լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, ինչ են ձեզ առաջարկում, ինչ են ուզում ձեզ ասած լինեն, անպայման լավ ուսումնասիրեք, անմիջապես մի ընդունեք իրենց ասածը։ Այստեղ կարող է հիշեք անցյալը, մտածեք անցյալի մասին, ինչ-որ մարդկանց հետ նստեք, խոսեք, հիշեք, նկարները նայեք, ոմանք է նաև ընտանիքում կարող անցյալի մեջ խորանան, թե ինչ է եղել անցյալում, ինչպես է եղել, ինչպես են անդրադարձել դրան, միգուցե դրան նպաստում են նաև երեսանի մարդիկ, այսինքն ձեզ հիշեցնում են այդ մասին, թե ինչ է եղել անցյալում, եւ դուք ուղղակի այդպես սկսում եք վերհիշելով, նաև դա վեճ է ինձ համար, որ մարդը հիշում է անցյալը, դա ինձ համար վեճ է, ուրիշ ոչինչ չի նշանակում։ Համենայն դեպս 3 երեսանի մարդիկ կան, ինչ էլ առաջարկեն էլի, այստեղ եւս այս քարտն էլ եւս ասում են լավ մանրակրկիտ ուսումնասիրեք, ինչ են առաջարկում, նոր հետո կամ մերժեք կամ ընդունեք։ Եվ յուրաքանչյուր հարց այդ օրը լավ ուսումնասիրեք, ոչ մի բան աչքաթող մի արեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին հուլիսի 18-ին։ Ճանապարհ եք գնալու կամ շատ կլինեք ճանապարհներին։ Նաև գործերը առաջ կմղեք, գուցե ոմանք գործուղման են գնում, ոմանք գնում են հանգստանալու։ Պահող ոչինչ չկա, այնպես որ կարող եք յուրաքանչյուր բան անել այդ օրը։ Նամակագրական կապի մեջ կլինեք, փաստաթղթերը կդասավորեք, կուղեք, միգուցե հենց դա է, ինչ որ միտեղ եք գնում եւ պատրաստում եք ձեր փաստաթղթերը, ցուցակ կարող եք կազմել, ինչ պետք է տանեք, ինչ պետք է գնեք, օրինակ, եթե խանութի համար եք գրում, եւ բավականին էմոցիոնալ կլինեք, նաեւ հնարավոր է հանդիպում շփում ձեր մայրիկի հետ, ինչ որ բաներ ձեզ մոտ մութ է մնում, ինչ որ մի բաներ ձեզ մոտ անհասկանալի է մնում։ Ոմանց համար սա նաև ռոմանտիկ ժամադրություն է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հուլիսի 18-ին։ Օձեր կան, խոչընդոտներ են ստեղծում ձեզ համար, այս օձերը։ Նաև այստեղ կարող է պետք է լինեք իմաստուն ավելի շատ, եւ որպեսզի կարողանաք լուծել յուրաքանչյուր խոչընդոտ այդ օրը։ Տեսնենք ովքեր են այս օձերը։ Սա գուցե ձեր կյանքում փոփոխություն է մտնում եւ իրանք սկսում են նախանձել կամ այնպես են ուզում անել, որ ձեր կյանքում փոփոխություն սկսվի։ Իսկ դա կարող է լինել արդեն ըստ իրենց ոնց որ ասում է ցանկության, ըստ իրենց կամքի, ինչ որ մի բան փոխեն ձեր կյանքում։ Միգուցե ոմանք հղի են, պետք է ծննդաբերեն եւ այդ հարցում են նաեւ նախանձում ձեզ։ Դե տեսնենք խոչընդոտները ինչից է առաջանում եւ կկարողանաք արդյոք լուծել, ինչից է առաջանում խոչընդոտը։ Ինչ որ մի բանը ոչ լիարժեք իմանալուց։ Այստեղ ինչ որ մի բան չգիտեք, միգուցե մտնում եք ինչ որ մի բանի մեջ, որը չգիտեք եւ դա խոչընդոտ է առաջացնում։ Նաեւ սա ոնց որ մարդը չի տեսնում հեռուն, թե ինչ է կատարվելու այնտեղ եւ ինչ որ մի բան անում եւ բախվում խոչընդոտի։ Նաև էմոցիաներից է
էմոցիոնալ եք եւ չեք կարողանում կառավարել խոչընդոտները, չեք կարողանում ճիշտ լուծել խոչընդոտները։ Այստեղ ոմանց մոտ ռոմանտիկ ժամադրությունը եւս էլի կարող է խնդիրների առաջանում, չեք կարողում գնալ հանդիպել, ծնողի հետ կարող է կապված լինել նաեւ, մայրիկի հետ հատկապես խնդիր կարող է լինել իրար չհասկանաք, գուցե նաեւ վիճեք իրար հետ։ Այդ այստեղ խոչընդոտները լինում է այն բանի հետ կապված, որ չգիտեիք, եմ ասում եմ մարդը չգիտի, բայց քիթը մտցնում է դրա մեջ։ Եվ առանց իմանալու, առանց հասկանալու ինչ որ մի բաներ է անում, որն էլ լինում է խոչընդոտ, հա, որովհետև լուսինը դա մութ է, դա չեք տեսնում, ինչ եք անում, չգիտեք ինչ եք անում, հա։ Ոնց որ մարդը, այսպես օրինակ վերցնեմ, երբեք կաֆել չի խփել, եւ ասում է, հա, գործ կա, հա, գալիս եմ անելու, եւ իր գլխին սարքում է խոչընդոտներ ինստինկտյան, որովհետեւ չգիտի այնտեղ ինչ է սպասվում իրեն, չգիտի, հա, ուղղակի տեսել է, որ դնում են խփում, չգիտեմ ինչեր, հա, դե հասարակ օրինակ եմ բերում, որ մոտավորապես պարզ լինի։ Եվ այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք որևիցե կնոջ հետ, տեսնենք ով է։ 3-30-ի մեկն է։ Քան էլ մի վստահեք այդ կնոջը այդ օրը։ Այսքանը ձեզ համար այն ինչ որ չգիտեք այդ օրը մի արեք։ Մի քիչ իմաստուն գտնվեք, որպեսզի կարողանաք հարցին լուծում տալ, մի տրվեք էմոցիաներին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հուլիսի 18-ին։ Ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, ոմանք գեղեցկությամբ, շատերը ծնողների հետ կանցկացնեն։ Գործերը միգուցե դանդաղ են ընթանում, բայց դա նորմալ է, հա, պետք է հասկանալ, որ բնական է, ոչինչ արագ չեք կարող անել, եւ ամեն ինչ իր հունով է գնում առաջ։ Այսպես թե այնպես հաջողություն ունեք այդ օրը, ինչ որ մի բան հաջողությամբ կավարտվի, միգուցե թե գնում եք վիրահատության կամ առողջության հետ կապված ինչ որ հարցերի, ապա հաջողությամբ այն կավարտվի, կընթանա, յուրաքանչյուր բան, ինչ որ անեք այդ օրը։ Եվ հանդիպում կամ շփում ունեք վեցի աղջկա հետ, ով է։ Միգուցե ձեր երեխան է, միգուցե ձեր աղջիկն է, իմանում եք թոռ եք ունենալու, միգուցե ինչ որ մի աղջիկ է, ում հետ գործ եք ուզում սկսել, բիզնես եք ուզում սկսել, նոր իրար հետ ինչ որ մի բան անեք, վաճառեք, բիզնես սկսելը դա մի քիչ լայն իմաստ ունի, հա, բայց կարող ինչ որ մի գործ եք իրար հետ որոշում անել։ Նաև ինչ որ մի աղջիկ է, ձեր աղջիկն է, ձեր քույրն է, ով նոր կյանք է սկսում, նոր ինչ որ մի բան է մտնում իր կյանքը, ձեր ընկերուհին է եւ գալիս պատմում ինչ որ մի նոր բան կա իր կյանքում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցների։ Ինչ է սպասվում առույցներին հուլիսի 18-ին։ Խոչընդոտներ կան այդ օրը, որոնք որ պետք է հաղթահարեք։ Ընդհանուր առմամբ սա էր ուզում դուրս գալ, չգնաց, դա մնաց։ Որպեսզի ցույց տա, որ ինչ որ բաներ կան, որոնցով պետք է զբաղվեք այդ օրը, ինչ խոչընդոտներ են։ Ընտրություն է այստեղ, միգուցե սխալ ընտրության պատճառով խոչընդոտների է մարդը բախվում։ Նաև ընտրությունն է ձեզ համար, հա, խնդիր, չեք կարողանում կողմնորոշվել։ Այստեղ նաև ինչ որ մարդիկ կարող են առանձնանալ, եթե գործընկերը կարող է գնալ եւ ձեզ համար դա խոչընդոտ է, միգուցե ոնց որ գումարը վերցնում եւ գնում է, եւ դա ձեզ համար խոչընդոտ է։ Ճիշտ ընտրություն այդ օրը պետք է անեք, որպեսզի կամ խոչընդոտին լուծում տալու համար պետք է ընտրություն կատարեք, գուցե ինչ-որ մի բան պետք է գնա ձեզանից, որպեսզի կարողանաք լուծել այդ խնդիրը, կարող երկու տարբերակ ունեք եւ պետք է լուծեք դա։ Յուրաքանչյուր ոլորտում դա կարող է լինել։ Այդ օրը նաեւ ոմանք կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք կզբաղվեն իրենց առողջությամբ, նաեւ կայցելեք ձեր ծնողներին, այդ օրը նաեւ ինչ որ ուղի կընտրեք։ Մենք եւս այստեղ ընտրություն էլ կար։ Ինչ որ ուղի եք ընտրելու ձեզ համար։
կարևոր ուղի, սա եմ անելու, այսպես եմ անելու, միգուցե այս խոչընդոտներն են ձեզ արդեն դրդում նրան, որ վերջ, երիքա եւ արդեն պետք է ուրիշ կերպ նայեմ այդ ամեն ինչին, ուրիշ կերպ անեմ, այդպես, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնանք կույսերին, Ինչ է սպասվում կույսերին հուլիսի 18-ին։ Ոմանք ժամադրության կգնան, ոմանց մոտ անակնկալներ են, նվերներ է, ծնունդ է, դուք եք ստանում կամ դուք եք տալիս, այստեղ ժամադրություն, սիրային միգուցե առաջին ժամադրությունն է, և խոչընդոտներ ունեք այդ օրը, խոչընդոտներ, և սա հենց իմաստություն է ասում, որ խոչընդոտները կարողանաք լուծել, տեսնենք ինչ խոչընդոտներ է։ Ինչ-որ մի հարց լուծելու հետ է կապված, այսինքն ոնց որ պետք է արագ անեք ինչ-որ մի բան, որ կարողանաք արագ լուծել դա։ Դրա համար միգուցե դանդաղում եք, միգուցե մնում է և դրա համար խոչընդոտ է ստեղծվում։ Դա կարող խոչընդոտը լինել նաև հյուրի հետ կապված, միգուցե ինչ-որ մեկը անսպասելի գալիս է և դա ձեզ համար իրոք, այդպես անհարմար վիճակի մեջ եք լինում, միգուցե նաև դուք եք գնում հյուր, էլի ևս անհարմար վիճակի մեջ եք հայտնվում, որ առանց ասելու գնացիք, ինչ-որ պահեր են այստեղ, որ խոչընդոտ է դա ստեղծում, ինչ-որ բան եք պատվիրել, դա դժվարությամբ է գալիս կամ դժվարությամբ եք գնում եք այստեղ չի, գնում եք այնտեղ չի, պետք է ինչ-որ միտեղ գնաք հատուկ, որ վերցնեք այդ ապրանքը, այսքանը դա այդ առումով և իհարկե օձեր կան նախանձ մարդիկ, չար մարդիկ, կամ ձեր իմաստությունն է, տեսնենք չար մարդիկ են, չէ, ավելի շատ իմաստուն պետք է լինեք և այդ հարցին ճիշտ գլոբալ լուծում տալ, որ յուրաքանչյուր այդ խոչընդոտը, եթե ինչ-որ մի բան է։ Իսկ այստեղ նաև գիտեք, ոմանց կարող են ամուսնության առաջարկ անել, կամ այստեղ ծանոթություն է սա, կամ ինչ-որ մի գայթակղիչ առաջարկ կարող եք ունենալ, որ ինչ-որ պայմանագիր կնքեք, ինչ-որ գործունեության համար։ Կարող է ձեզ գայթակղել այդ առաջարկը։ Նաև ձեր երկրորդ կեսը կարող է ինչ-որ մի բան ձեզ ասի, որպեսզի ինչ-որ նստեք և քննարկեք, լուծեք։ Երկու իմաստուն գլուխ այդպես իրար տակ և լուծեք այդ հարցը։ Հենց այստեղ նաև կարող է լինել նախանձ, եթե ձեզ ամուսնության առաջարկ են արել, դա կարող է նախանձել ընտանիքը, եթե ընտանիքը նորմալ է, հարաբերությունները կարգին են, ևս էլի նախանձ մարդիկ կան, ուզում են խցկվեն այդտեղ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշարքների։ Ինչ է սպասվում կշարքներին հուլիսի 18-ին։ Ոմանց համար գաղտնիք կբացահայտվի և դա կարող է լինել շատ ճակատագրական գաղտնիք, կարևոր գաղտնիք և յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, մի շտապեք, լավ մանրակրկիտ ուսումնասիրեք այն ինչ տեղեկատվություն կստանաք, ինչ կլսեք։ Ոմանց մոտ սա ուսումը կարող է նաև ուսումը ևս դժվարությամբ է ձեզ տրվում, չեք կարող կենտրոնանալ, որպեսզի սովորեք։ Ոմանք գիրք են գրում, գիրք են կարդում, ևս այլի պետք է ոնց որ այդ կենտրոնացումը, որը չկա, դժվար է, դժվար օր է ամենայն դեպս ձեզ համար, դժվարություններ կան, առաջ գնալու, անելու ինչ-որ մի բան, տեսնենք կարողանանք դժվարությունները հաղթահարել այդ օրվա, եթե ճիշտ ուղի ընտրեք, թե ինչպես կարող եք այդ հարցին լուծում տալ, ապա այո, բնականաբար։ Այդտեղ կարող է նաև ճակատագրական ընտրություն եք անում, ճակատագրական ուղի եք ընտրում ձեզ համար, շատ կարևոր։ Եվ իհարկե մանրուքները մանրակրկիտ ուսումնասիրեք յուրաքանչյուր բան, այն ինչ որ կա, այն ինչ որ կլինի, ինչ որ ձեզ կառաջարկեն եւ այլն։
Նաև կարող է լինել մանր-մունր խնդիրներ, մանր-մունր գործեր, որոնք որ այդ օրը պետք է անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հուլիսի 18-ին։ Օձեր են նախանձ մարդիկ, եւ այստեղ բացի դա պետք է լինել իմաստուն, որովհետեւ ինչ որ մի բան գնալու է ձեզանից եւ դուք կարող եք բավականին շատ նյարդային լինել դրա պատճառով։ Նամար այստեղ հենց ասվում է եղիր իմաստուն, որպեսզի կարողանաս ստանես այն, ինչը որ այդ օրը քեզանից գնալու է։ Այնպես չի, որ արդեն ոնց որ ասում են պատրաստ պետք է լինեիք դրան, որ գնում է դա։ Եվ կարող է այստեղ չի բացառվում, որ օձերի պատճառով է գնում դա։ Օձերն են մեղավոր, իրենք են ինչ որ մի բան անում, որ ձեր կյանքից ինչ որ մի բան հեռանա։ Այն ինչ որ լցվել է կամ օձերին եք հանում ձեր կյանքից։ Այդտեղ նաև կարող է լինել գայթակղություն, սիրային թեմայով, աշխատանքի թեմայով, ինչ որ մի բան, որ մարդը գայթակղվի այդ օրը։ Նաև տեսնենք օձեր են։ Այստեղ բամբասանք ենք, բամբասանք, չար լեզուներ, չար խոսակցություններ, նրանք որ նաև ձեզ վրա էլ կազդեն։ Խոսքով այդ օր ինչ որ մի բան է գնալու, բայց թողեք իրեն նորին տեղ բացելու համար, թողեք թող գնա հանգիստ եւ բորբոքված կլինեք իրոք, չեք դիմանում ինչ որ մի բանին կամ ինչ որ մեկին եք մեղադրում դա ձեզանից գնալու համար եւ դրա համար եք բորբոքված։ Տեսնենք ինչ եք բորբոքված։ Նայեք, այստեղ կտրուկ քայլ կանեք կամ կտրուկ քայլ արդեն իսկ արել եք եւ դրա համար եք բորբոքված, որ ինչ որ մի բան անմտածված կամ իրոք այդ ժամանակ անմտածված ինչ որ քայլ կանեք։ Կտրուկ։ Այդտեղ կարող եք ինչ որ մի բան հեռացնել ձեր կյանքից դուք։ Այսինքն կտրուկ քայլով։ Ինքը իր ճանապարհով պետք է գնա ձեզանից, եթե բորբոքված եք, կարող եք դուք հենց հանել։ Շատ իր եղեք, որովհետեւ հետո արդեն փոշմանելու եք ուշ է լինելու։ Եվ այստեղ նայեք, որ ձեզ չվնասեք, որովհետև մարդը երբ որ գորգռում է, ուշադրություն չի դարձնում 4 բոլորա, թեկուզ ձեռքի թափահարությունը կարող է եւս վնաս բերել ձեզ։ Ինչ որ մեկի համար եք անհանգստանում նաև ոմանք, ովքեր որ վիրահատություն ունեն, կամ հենց այդ որ գնաց ձեզանից, դա ձեզ իրոք շատ է տանջում եւ դա բորբոքվում եք, հաջորդ քայլը կարող է լինել շատ կտրուկ, անսպասելի, հետո ձեզ համար այդքան էլ լավ չէ դա։ Հանգստացեք յուրաքանչյուր որոշում կայացնելուց։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորների։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հուլիսի 18-ին։ Ինչ որ մի տեղ եք գնալու երկար մնաք, գուցե ինչ որ տղայի հետ, գուցե ուսման հետ եք կապված, գնալու եք նստեք սովորեք իրար հետ։ Նաև սա կարգավորվում է ինչ որ մի բան։ Գուցե գաղտնիք էր բացահայտվել, մինչև հիմա, չնայած այդ օրն է կարող բացահայտվի, բայց կարող ինչ որ կամ որ վերջապես հասնում եք նրան, որ իմանում եք, կարողանում եք պոկել այդ տեղեկատվությունը, թեկուզ այդ գաղտնիքը որ բացահայտվի։ Ինչ որ մի բան է մի խոսքով ձեզ մոտ կարգավորվելու այդ օրը, որը ոլորտ, գուցե հարաբերություններ, գուցե ֆինանսական, աշխատանքային եւ այլն, զգաք, որ ինչ որ մի բան փոխվել է։ Եվ տեսնենք ով է այս տղան։ Երեք երեսանի անձնավորություն է, այդքան էլ, մի վստահեք, շատ դիր եղեք, ինչ որ բան առաջարկի ձեզ, լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր պատասխանեք, միշտ տապեք։ Հետո ոմանց համար գաղտնիք կբացահայտվի, ոմանք կսովորեն, ուսմամբ կզբաղվեն, նաև դե շաբաթը ինչ որ հատուկ բաներ չունեք էլի անելու ինչ որ պետական հիմնարկություններում։ Կարող բանկ եք գնում, վարկ եք ձևակերպում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծեղջուներին։
Ինչ է սպասվում այդ աղջուրներին հուլիսի 18-ին։ Բավականին ոգևորված կլինեք, այսօր կողմ կգնաք, երկար ճանապարհ, կամ ավելի շատ կլինեք ճանապարհներին։ Նաև սա ոմանց համար հյուրեր են, որոնք կգան ձեր տուն, կամ դուք կգնաք հյուր, ինչ-որ բաներ կպատվիրեք, կբերեն ձեր տուն, նորություններ կլսեք, գուցե նաև շատ կարևոր ձեզ համար։ Այդ օրը ուղի եք ընտրելու, ոչ ուղի, այսպես եմ անելու, սա եմ անելու, սա եմ սկսելու, հա ինչ-որ ուղի է, որը ձեզ համար կընտրեք։ Ոմանք այդ օրը կզբաղվեն իրենց գեղեցկությամբ, ոմանք առողջությամբ, դե կարող է նաև ուղին դա է, գնում եմ մազես կարճ կտրեմ։ Այդպես, ոնց որ ես եմ միշտ մտածում, գնամ կարճացնեմ, հետո փոշմանեմ։ Շատ եմ ուզում կարճացնեմ, բայց մտածում եմ, որ հետո կփոշմանեմ, միևնույնն է, հետո չեմ կարող մազերս հետ կպցնել։ Նաև այդ օրը կարող այցելել ձեր ծնողներին, միգուցե այդպես ինչ որ ուղին կարող նաև կապված է իրենց հետ, բերում եմ իմ հետ ապրեն, այդպես նաև դա էլ կարող է լինել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հուլիսի 18-ին։ Այդ օրը ոմանց սերկ խոստովանեն, դուք սերկ խոստովանեք, 4 կողմից սեր կստանաք։ Սիրային թեման շատ կարևոր է ձեզ համար։ Քննարկեք ինչ-որ մեկի հետ ձեր սերը կամ կպատմեք, որ սիրահարվել եք, հա, ինչ-որ թեման կխոսեք։ Հատկապես աղջիկները չնայած տղաներն են այդպես, հա, խոսում են այդ թեմաների շուրջ, որ ինչ-որ մեկին են տեսել, հավանել են։ Մեր հարազատ մարդկանց կհանդիպեք, սիրելի մարդկանց կհանդիպեք։ Այդ օրը նաև օձեր կան ձեր շրջապատում, այն տեսնենք օձերով են։ Այդ խոչընդոտներ են ստեղծում ձեզ համար, միգուցե հարաբերությունների հետ կապված դա լինի, սիրո հետ կապված լինի, ինչ-որ մի բան ասեք եւ իրանք սենց էլ ինչ-որ ուրիշ ձև նայեն դրան, ուրիշ ձև ընկալեն եւ խոսքով խառնվեն նաեւ ձեր հարաբերություններին։ Իրենք խոչընդոտներ են ստեղծելու ձեզ համար։ Եվ ինչ որ մարդ կլինի, ով որ ձեզ կօգնի, կաջակցի, միգուցե պետական աշխատող է, միգուցե մեկ այլ հարցի հետ է կապված, կօգնի ձեզ, կաջակցի։ Նաև կարող ծանոթանալ նման մարդու հետ, պետական աշխատողի հետ։ Դա կարող է նաև լինել պետավտոտեսուչ, ուշադիր եղեք, ովքեր որ մեքենա են վարում, այնպես հանգիստ օձեր կան, հա, այստեղ, ում ձեզ համար խոչընդոտ ստեղծել, եւ հենց դա ինքը կարող է լինել։ Այսքանը ձեզ համար, նաև սա ուժ է, հավելյալ ուժ է, ինչ որ մի բան հաղթահարելու համար։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հուլիսի 18-ին։ Այդ օրը ձեզ համար կամուրջ է ստեղծվում, դա հեշտացում է, հեշտացում, ոչ գործեր անել եմ, հեշտացում ինչ-որ հարցին լուծում տալը, ինչ-որ մեկին հանդիպել, խոսել, քննարկել ինչ-որ հարց, խոսքով, հա, ինչ-որ մի բան եք ուզում անել եւ դա կհեշտանա ձեզ համար։ Այդ օրը նաեւ ոմանց հղիությունը, ծննդաբերությունը, ոմանք կհանդիպեն ավելի շատ կշփվեք, կզբաղվեք ձեր երեխաների հետ կապված հարցերով, միգուցե գնում եք նաեւ ինչ որ երեխաներին եք տանում, բայց այդ առիթի ինչ որ տեղ, կամ հենց իրոք երեխայի առիթը եւ գնում եք շփաթ է, հենց ոչ ոքի մոտ ինչ որ հատուկ առիթ չընկավ, հետաքրքիր է։ Առիթ չկա այդ օրը։ Ուղղակի եւ իրադարձությունը ցույց տվեց ինչ է լինելու։ Նաեւ դա նոր գործ է, նոր կյանք է, նոր ինչ որ մի բանի սկիզբ է, նոր հնարավորություն է։
նոր բիզնես, ոմանք նոր բիզնես կբացեն եւ հետո լավ ուսումնասիրեք մանրուքները, յուրաքանչյուր բան անելու համար լավ ուսումնասիրեք մանրուքները։ Նաեւ սա մանր հարցեր են, որոնք որ կլուծեք, միգուցե երեխաների հետ է կապված, դպրոցական տետր, մետր, միգուցե հիմա եք գնում եւ այլն, յուրաքանչյուր բան կարող է լինել, պետք է լավ ուսումնասիրել մանրուքները։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։